Ինչու է հայ ժողովուրդը հանդուրժում Փաշինյանին։ Շատ դժվար հարց է, չեմ կարող պատասխանեմ, կներեք։ Չգիտեմ ճիշտն ասած, բայց որ հանդուրժում է, իրոք դա փաստ է։ Ինչ փոփոխություն չեն ուզում, թե Փաշինյանը լավն է, դրա համար են հանդուրժում, թե։ Չէ, ուղղակի երևի նրա համար որ հները չգան։ Համաձայն են ամեն ինչի, միայն թե Նախկինները չվերադառնան։ Որովհետև արդեն հոգնել ենք, չգիտենք ինչ անենք, եթե այնտեղ նստածները, մեր մտավորականները, գիտակից մարդիկ, ոչ մեկը չեն կարողանում մի բան անենք, ինչ անենք, հոգնել եմ, այ հիմա ավտոբուսի մեջ նորից քննարկում են, ամեն ինչին հարմարվում ենք, չգիտեմ ինչ անենք, արդեն հոգնել ենք հիվանդներից։ Բոլորը, ով որ մեզ ղեկավարում է, եթե գնում եք մի հատ ասում եմ դպրոց, եթե կարգ ու կանոն չկա, ու մոտ եք գնում, տնօրենի, ուսմասվարի, եթե նրանք էլ են հիվանդ, անկառավարելի, մենք ինչ անենք, խայտառակ վիճակ է, բայց ինչ անես, ամենտեղ ապրել եմ, Վաշինգտոն գնացի, Մոսկվա եմ ապրել, ուզում եմ Երևանում, ուզում եմ իմ ծննդավայրում, սա էլ հենց իմ մանկության Գայանե ունիվերմագն է, որպեսզի ապրենք ստեղ բոլորս, լավ ապրենք, չենք ուզում գնանք, կարելի է գնալ, ման գալ, աշխատել, գալ, բայց մենք պետք է ստեղ ապրենք, չէ, պետք է իրանց հետ ապրել, թուրքերի, ադրբեջանցիների, Բաքվում ապրում էին, Ստեփանակերտ էինք գնում, ուրախացել էինք վերջապես, ունենք Արցախ, ինչ եղավ, պարզ չէր, պետք է լիներ պոլիգոն, որպեսզի լիներ, ամեն ինչ գիտենք, հասկանում ենք, բայց ձեռքներս ճար չկա, ոչ մի բան չենք կարող անել, որտեղ դա ծրագիր է, ինչ ուզում են էլ անում են, ինչքան ուզում է մենք պայքարենք, ասում են պետք է պայքարենք, տեսակ Մոնթեն էլ էր պայքարում, ասում էր դարպասն է Արցախը, տեսանք ինչ եղավ, հիմա Սյունիքը, քիչ-քիչ դարպասը տանում են։ Ես քաղաքականության չեմ խառնվում բոլորովին։ Ալիևին շատ ենք սիրում դրան։ Ինչու է հայ ժողովուրդը հանդուրժում Փաշինյանին։ Որովհետև մի քիչ պակաս են։ Ինչ պետք է անեն։ Պիտի չհանդուրժեն։ Ինչպես չհանդուրժեն, հանրահավաքներ անեն, գնան կառավարություն, գնան։ Կառավարությունից դժգոհ են։ Մի խոսքով համախմբվեն եւ պայքարեն։ Փաշինյանի դեմ։ Այո, Իսկ ինչ որ բան կփոխվի։ համոզված եմ։ Որովհետև ապոզիցիան մատմատին չի խփում, այսպես կոչված ապոզիցիան։ Ես շատ գոհ եմ։ Ինչից եք գոհ։ Ամեն ինչից, որ մենք խաղաղ, հանգիստ ապրում ենք, մեր թոշակը ստանում ենք, ծախսում ենք, ուտում ենք եւ մեր մասին մտածում են։ Ես չեմ բողոքում։ Իսկ չեք դժգոհում, որ թոշակները չի բարձրացնում։ Դե վիճակը բա այս Ղարաբաղցիները եկան, միջև այդ անեց մի հատ խալադիլնիկ բերեցին իմ տունը, որ ես շշմել էի, պետությունը բերեց, ես շատ շնորհակալ եմ, մտքովս չէր անցնում, այնպես որ գիտեք ինչա, եթե մի մարդ մի գործ անում, մեր հայերի մոտ այդ բնավորությունը կա, տապալել, քանդել, այդ որ արեց, Ղեկավարները ձեզ սառներան չեն նվիրել։ Ինչպես? Նախկին ղեկավարները ձեզ սառներան չեն նվիրել։ Շամպոչ են նվիրել, իմացաք շամպոչ, այնպես որ մի այդ մարդու ցեխի հետ խառնեք։ Չեք մտածում, որ Փաշինյանից հետո կարող է մյուս ղեկավար օրինակ լվացքի մեքենա նվիրի։ Երբ որ ընտրությունը կլինի, երբ որ իրանց կանդիդատը բուդուտ, կնայեն, կջոկեն, մեր ժողովուրդը հիմա չի, կփոխենք։ Մյուս ղեկավարը կարողանա լվացքի մեքենա նվիրել։ Գիտեք ինչա, մի խաղացեք, ես ասեցի, արդեն ունեմ մի հատ, հա, բավական է, երկու հատ մարդուկին չեմ սարքելու։ Ինչու է հայ ժողովուրդը հանդուրժում Փաշինյանին։ Ուրիշ ճարչուն։ Ուղղակի երևի մի դեղորայք կամ նյութեր օգտագործվում է այստեղ Հայաստանում։ Այդ ինչու ամերիկյան այդ դեսպանատունը այդքան աշխատող ունի։ Ինչի, դրանք ինչ որ մի նյութ արտադրում են ըստ երևույթին, ես այդպես եմ։ Իհարկե թմրեցնում են,
հնարավոր չի հանդուրժել այդ բանը։ Ես անձամբ մենակս չեմ կարող այդ ամեն ինչը դուրս գամ, բղավեմ, ասեմ, բայց ժողովուրդը պետք է հասկանա վերջ-վերջո ով է Փաշինյանը։ Հասկացել է, բայց չի կարող դուրս գա։ Չգիտեմ ինչի։ Ժողովուրդը, միակ ժողովուրդը կարող է այդ ամեն ինչը հանդուրժի։ Ինչ պետք է անի։ Դուրս գա փողոց, ինչ էր անում Նիկոլը։ Դուրս է եկել, ինչ Չէ, էդի ժողովուրդ չի եղել, էդի որոշ կամակատարներ ասել են նրանք դուրս են եկել։ Ժողովուրդը ինքը պետք է էլ բաժակը լցվելու տեղ չկա արդեն։ Ինքը պետք է դուրս գա։ Այդ դրա դեմ էլ ոչ մեկը Նիկոլ հազարատ Նիկոլի չի կարա։ Չի կարա ընդհանրապես։ Ժողովուրդը մեռյալ վիճակը բոլորը կարծում են, թե որ մեքենան ունեն, մի քիչ բիզնես ունեն, իրանց մոտեցող եկող չկա, նրանք լավ են ապրում, ու դուրս չի գալիս ինքը, բայց չգիտի, որ հաջորդը իրանք են լինել, այդպես եմ կարծում։ Ձեր կարծիքով ինչու է հայ ժողովուրդը հանդուրժում Փաշինյանին։ Երևի կախում ունեն, Ինչ կախում պետք է ունենա։ չեմ մանում, բայց երևի մի բան կա, որ չեմ բանանում, էլ է տուրիստ։ Երբ որ բաները վերացնեն տելեկոմ ինտերնետը, այդ վաղտը սա կդզվի։ Ոչ բոլորն են հանդուրժում։ Հայ ժողովուրդ ասելով ես հասկանում եմ ամբողջ ժողովուրդը։ Մի որոշ մասը։ Ես չեմ հանդուրժում։ Մնացածը ոնց է մտածում չգիտեմ։ Հանդուրժողները ինչու են հանդուրժում։ Չգիտեմ։ Չեմ կարող ասել, դե շատերը չեն նայում ինչ տվեց, ինչ արավ։ Շատերը նայում են, այ թոշակս բարձրացավ 1000 դրամով։ Շատ կան այդպես մարդիկ, ցավոք, բայց կան։